Ողջույններս Դավիթ ջան, Ողջույն Սևակ ջան։ ողջույններս նաև մեր սիրելի լսարանին, դիտորդներին։ Այսօր կրկին առիթ հանդիսացավ զրուցել զանազան թեմաներից, որի համար եւս շնորհակալ եմ քեզ հյուրընկալվելու կապակցությամբ մեզ մոտ Դավիթ ջան։ Մեր հետևորդները շատ ողջավորված էին մեր նախորդ եթերի հեքիաթի Թումանյանի հեքիաթի մեկնությամբ եւ ցանկանում են շատ ավելի շերտերը բացենք անդրադարձ կատարելով էպոսի շրջանակներում, որոնք ովքեր հետաքրքրված են էպոսից եւ ցանկանում են էպոսի մասին ավելին իմանալ։ Բայց մինչ այդ, մինչեւ կանադառնանք էպոսին, այսպիսի մի հարց կար հետևորդների կողմից, ինչ է դրախտը, ինչ է դժոխքը եւ դրանց տարբերությունը։ Այսինքն դժոխքը, ինչպես քեզ է հայտնի նաև, որ լուսաբանվում է, որ դա մի չարչարյաց տեղ է, ովքեր գնում են հավիտենական կորուստ, վառվում են, տառապում են, տանջվում են, դևերը նրանց չարչարում են եւ նրանք այլևս այնտեղից վերադարձ չունեն, եւ դա համեմատում է որպես իրական վայր, հա, դժոխքը որպես իրական վայր։ Մի փոքր կցանկանամ դժոխքի եւ դրախտի մասին խոսել, թե ինչպես է լինում, որ մարդիկ, ովքեր այս կամ այն պատրվակով, պատճառով հայտնվել են նմանատիպ տեսիլքների մեջ եւ տեսել են հոգիներ, որոնք իբր այնտեղ տանջվում են, դա իրենից ինչ է ենթադրում։ Պատրանք է, իրականություն է, կա նման վայր, չկա եւ առասարակ ինչի հետ է դա կապված։ Մի փոքր կցանկանայի սրա մասին մանրամասնեինք Դավիթ ջան, եթե իհարկե կցանկանաս։ Կարծում եմ մեր դիտորդին եւս հետաքրքիր կլինի քո տեսակետը։ Նախ շնորհակալ եմ դերավերի համար, Սևակ ջան, ողջունում եմ թե քեզ, թե հետևորդներին, բոլորեն մեր հետևորդներին, ովքեր ուշով հետևում են ու ինչ որ մի բան գուցեև խաղում են, ու ինքս էլ շատ ուրախ եմ, որ փորձում եմ ինչ որ բանով օգտակար լինել, հատկապես հայ տեսակին։ Խոսենք, իհարկե խոսենք։ Ինչ վերաբերում է դժոխք կամ դրախտ գաղափարին, ընդհանրապես ցանկացած գաղափարներին ավելի կողմնակից եմ, շատ ավելի ռեալ աչքերով կամ ռեալության մեջ առաջին հերթին դիտարկեմ ցանկացած թեմա, որովհետև հետևել միանգամից կամ առանց հասկանալու գնալ ռեալությունից դուրս այլ դաշտերում փնտրել ինչ-որ մի բան, դա դառնում է անհասկանալի ու անհասանելի։ Իսկ ռեալության դաշտում թե դժոխքը, թե դրախտը մեր իրականության մեջ, մեր ռեալության մեջ կա։ Ամենևին պետք չի ուղղակի առաջին հայացքից տրվել գրվածքներին, որոնք խորհրդանշաբան են իհարկե ներկայացվում, բայց մենք այդ խորհրդանիշներն ենք ընդունում որպես անհասանելի իրականություն եւ ուզում ենք սկսել ճանաչել։ Ճանաչելու համար շատ կարեւոր է ընկալել մեր կյանքը, ճանաչել մեր կյանքը, այն կյանքը, որում մենք կանք եւ ապրում ենք։ Իսկ դրախտը կամ դժոխք գաղափարները մեր իրականության մեջ ստեղծում ենք մենք ինքներս առաջին հերթին։ Մի ժամանակ մեր հանդիպումներից մեկում մի առակ պատմեցի, ինձ թույլ կտամ կրկնվելով եւս մեկ անգամ պատմել, եւ այդ առակը այսպիսին է, որ մի սամուրայ գնում է մի վարպետի մոտ, ասում է ինձ ցույց տուր դրախտ գնալու ճանապարհ, ինչ անեմ, որ դրախտում հայտնվեմ, եւ այս վարպետը նայելով սամուրայի աչքերին, դե բոլորը գիտենք ինչ է նշանակում սամուրայ, նայելով սամուրայի աչքերին ասում է դու ով ես, որ իրավունք ես քեզ վերապահում դրախտի մասին խոսելու, դու այդքան չկաս, դու ստոր արարած ես, մի խոսքով վիրավորական խոսքեր է շռայլում մեր սամուրային, սամուրայը ջղայնացած ձեռքը տանում է դեպի իր սուրը, որպեսզի հանի եւ գլուխը թռցնի մեր վարպետի, վարպետը այդ բանին ասում է տեսնում ես հիմա քո առջև բացում է դժոխքի դարպասները,
Սամուրայը հասկանալով սուրը հետ է դնում տեղը, ասում է այմա սկսեց բացվել դրախտի դարպասները։ Թե դժողքը դե դրախտը մեր իրականության մեջ է։ Մեր այս կյանքը մենք ինքներս ենք դարձնում դժող կամ դրախտ։ Նույն այն գրվածքները, որտեղ ներկայացում է դժողքի հավերժական կրակը, տանջանքները, ատամների կրճտոցը և նման դաժան տեսարաններ, այդ դաժան տեսարանները, եթե մենք նայենք մեր անցած ճանապարհը, անցած կյանքը, տարիները, կտեսնենք, որ լի է դժոխային անցքերով, դժոխային պատկերներով, թե կրակները կտեսնենք մեր կյանքում լցված, թե ինչերի միջով ենք անցել, թե ստերը, խաբկանքները, պատերազմները, որը մինչև հիմա ամբողջ աշխարհում կատարվում է, եւ այդ ամբողջ աշխարհի կատարվածը կտեսնենք, թե ոնց է կատարվել մեր ներսում։ Մեր դժգոհությունները, որ արտահայտում են, գոհությունները, որ արտահայտում ենք, այդ ամենը մեր ներսի դժողքի կամ դրախտի արտացոլումներն են։ Մեզանից է կախված մենք կցանկանանք դրախտում ապրել, թե դժոխքում։ Եթե մենք ամեն ինչից դժգոհում ենք, երբ որ սկսում ենք ատել, նախանձել մեր կողքի մարդուն ներսում միայն սխալն ենք նկատում, խոսելով ավետարանի գաղափարներից, բայց սկսում ենք քարկոծել աջուձախ, սա էր մեղավոր, նա էր մեղավոր, մենք անմեղ ենք, բոլորը մեղավոր են, այդ դեպքում միանշանակ դժոխքի գաղափարն ենք ներմուծում մեր աշխարհ։ Մոռանալով նույն Հիսուսի խոսքերը, երբ ասում է քո աչքի գերանը չտեսած, դիմա եղբորդ աչքի փուշն ես նկատում։ Սկզբից քո աչքի գերանը հանի, նոր մտածի դիմացինի աչքի փշի մասին։ Խնդիրը նրանում է, որ մենք մեր կյանքը պետք է վերածենք այն աշխարհին, ինչի մեջ կուզենք հայտնվել կամ ուզում ենք հայտնվել։ Պետք չի մահանալուց հետո հայտնվելու մասին մտածել։ Մենք մեր ապրած կյանքը, մեր ամեն մի վայրկյանը, մեր ամեն մի փոքրիկ հատվածը կյանքի, որ ապրում ենք, պետք է փորձենք ապրել սիրո գաղափարի մեջ, եթե ուզում ենք դրախտ գնանք, եթե ուզում ենք դրախտի գաղափարը տեսնենք։ Հավատացնում եմ, որ ամենևին պետք չի կյանքը անիմաստ ապրել, սպասելով, որ պիտի հայտնվես մի օր դրախտում կամ դժոխքում, այլ երբ որ քո այս կյանքը վերածում ես դրախտի, լցնում ես սիրով շրջապատիդ հանդեպ, սիրով նույնիսկ քո դիմացինի արած սխալների հանդեպ, այն գաղափարով, որ սովորես, թե ինչ կարելի է չանել եւ փորձես ինքդ ավելի անսխալական, հնարավորինս անսխալական քայլել, չվնասելով ոչ մեկին, ոնց որ Հովհաննես Թումանյանն է ասում, Խայամն ասաց իր սիրուն ոտքը զգուշ դիրողին, ով իմանա, որ սիրունի բիբն ես կողում դու հիմի, հեյջան մենք էլ զգուշ լինենք, ով իմանա թե հիմի, այն սիրունի բիբն ենք կողում, թե հուր լեզուն Խայամի, այսինքն մեր ամեն մի քայլը դնելուց պետք է այն գիտակցությամբ դնենք, թե մեր ոտքի տակ ինչ ենք տրորում կամ ինչի վրա ենք ոտք դնում, ինչ արժանինքներ պիտի ունենանք այդ պատմության վրայով քայլելու, եւ այդ դեպքում ոչ մի մրջյուն չես տրորի անիմաստ տեղը, եւ այդ ժամանակ կբացվի քո առաջ դրախտի դռները, եւ ամենևին պետք չի մահից հետո տեսնել դրախտը, եթե այս կյանքում կարող ենք բացել մեր առաջ դրախտի դռները եւ այդ դրախտի մեջ ապրել հենց այս կյանքում, եւ նույն ձևով, որը մեծ մասամբ կատարվում է, բացվում է դժոխքի դռները, որովհետև այս նյութի դաշտում մենք հիմնականում ապրում ենք հենց դժոխքի մեջ, որի ավելի ուժեղ արտացոլման մասին կամ արտացոլման ձևով տեսնում ենք շատ որոշակի գրվածքներում, այրոսկները, անվերջ կրակները, ատամների կրճտոցը եւ այլն։ Ամեն գրվածք շատ կարևոր է ճիշտ ընկալել եւ ընկալել առաջին հերթին մեր այս պահի դրությամբ։ Հակառակ դեպքում մենք ապրելու ենք վախերով, Հիսուսի բերած առակի վախվորած ծառայի վախով, որ ասում է Տերս հաշվարկով մարդ է, ես իր դահեկանը կպահեմ եւ նույն ձևով կվերադարձնեմ։
Եվ ի տարբերություն մյուս ծառաների ինքը նույն դահեկանը նույն քանակով վերադարձնում է, իսկ տիրոջ պատասխանը լինում է նա, որ ասում է արժանի չես դու, որովհետև այն ինչ որ քեզ տրվեց, դու չկրկնապատկեցիր եւ վերցնում է համապայդ տված դահեկանը վերցնում է եւ տալիս է արժանավորներին, ովքեր այդ դահեկանը պետք է բազմացնեին, կրկնապատկեին։ Դահեկանի խորհրդանիշը դա այն մեր տրվող ամեն օրյա, ամեն վայրկյանում տրվող էներգիան է, որը մենք պետք է բազմացնենք, շատացնենք, այլ ոչ թե քնացնենք, ճահճացնենք կամ էլ վատնենք անիմաստ տեղը, որ հետո հետ նայենք մեր անցած տարիները, տեսնենք, որ ընդամենը 1 կամ 2 օր ենք ապրել, ոչ ավելին։ Իսկ տիեզերքը ընդամենը մեզ հատուցելու են նույն ձևով։ Տիեզերքը միշտ տալիս է այն ամենը, ինչ մենք ցանկանում ենք։ Եթե իմ մեջ կա ատելություն դիմացինի հանդեպ, նախանձ, տիեզերքը ընկալելու է, որ ես շատ եմ սիրում այդ նախանձի process-ը, ատելության process-ը եւ ամեն ինչ կառուցելու է, որ իմ շուրջը ստեղծվի այնպիսի պայմաններ, որ անընդհատ ես այդ նախանձի process-ը ապրեմ, այդ հաճույքը ապրեմ։ Եթե ինքս իմ մեջ սեր ունենամ, գաղափարը սիրով մեծացնեմ, փորձեմ սովորել ամեն ինչից, սկսած փոքրիկ կենդանի արածից, վերջացրած երեխաներից, մեծահասակներից, առհասարակ մարդ արածից, տիեզերքը տեսնելու է ու տալու է ցանկացած ձևով, տալու է այն հնարավորությունները, որը ինձ սեր է փոխանցելու միայն, կյանք է փոխանցելու, եւ դա հենց բացում է մեր առաջ դրախտի դռները։ Դա է դժոխքի եւ դրախտի ամենաառաջնային գաղափարը։ Այնպես որ եթե ուզում ենք դժոխքում էլ մնանք, ուրեմն շարունակենք այն ձև, ոնց որ կա։ Իսկ եթե ուզում ենք դժոխքից թռիչք անենք դեպի դրախտ, ուրեմն պետք է անենք այն քայլերը, որը մեզ կտանի դրախտի ճանապարհով։ Ահա ամբողջ բանաձևը ամենաառաջնային ընկալման եւ անելիք քայլերի, որովհետեւ եթե հիմա չարեցինք, հետո մենք չենք անելու, այլ մեզ տրվելու է այն, ինչ որ մենք ստեղծել ենք, այն հիմքը, որը ստեղծել ենք, դրա հիման վրա է մեզ տրվելու հետագա անելիքները։ Նաեւ մի շատ կարևոր բան, որովհետեւ շատ-շատերը հիասթափած ես կյանքից, արդեն ասում են, դե մենք ուշ է մեր համար արդեն անցել է մեր ժամանակը սովորելու, վերցնելու, այդ ամենը հետ բերելու, ասեմ, որ ժամանակը երբեք ուշ չի սովորելու համար, երբեք ուշ չի, թեկուզ մնացել է 5 րոպե մեր կյանքին, 5 րոպեվա մեջ կարելի է լուսավորության հասնել։ Երբեք ուշ չի, բայց նաև այն գաղափարն է պետք գիտակցել, որ մեր ամեն մի քայլը մենք փոխանցում ենք մեր գալիք սերնդին, որովհետև երեխաները հիմնականում դաստիարակում ձևավորվում են իրենց ծնողների դաշտի շնորհիվ, նաև շրջապատի, բայց առաջին հերթին իրենց ծնողների։ Դե պատկերացնում ես, եթե ամեն ծնող այդ գիտակցությամբ ապրի, շրջապատում այդ երեխաները ճիշտ կրթություն կստանան, որտեղ շրջապատի մարդիկ ու երեխաներն էլ համապատասխան գաղափարով կապրեն արդեն, այսինքն այն երջանկությունը կունենան, որը արժանի է դրախտի, հակառակ դեպքում չի լինում ուրիշ ձև։ Ունենանք միևնույն պատկերը։ Իհարկե։ Այո, եւ կցանկանամ ամփոփել այդ դրախտի դժոխքի գաղափարը հետեւյալ ձևով, փաստորեն ստացվում է, որ այո, դրախտը եւ դժոխքը մեր ներսում են, Դավիթ ջան, կախված մեր համոզմունքներից, մեր վիբրացիաներից, մեր քայլերից։ Եթե մեր ներսում մենք ստեղծել ենք դժոխք եւ ոչ ներդաշնակ դժոխք, նշանակում է, որ դու հաս չես ինքդ քո հետ, ոչ ներդաշնակ, ոչ հավասարակշիռ։ Այսինքն բարկությունը, նույնպես ատելությունը եւ այլն բաները, դրանք հենց այն հրդեհներն են, այն կրակներն են, որոնք քեզ մեջից այրում են եւ այո դու դրա մեջ ես գտնվում, դա քեզ համար դժոխք է եւ այս աշխարհից հեռանալուց հետո այն տեղն ու տեղը նյութականանում է քեզ համար եւ դու զարմանում ես, ես ոնց այդտեղ հայտնվեց, ես ով եմ, ես եմ, որտեվ այնտեղ ակնթարթորեն մեր մտքերը սկսում են նյութականանալ, այն ինչ որ մեր ներսում է, անդրադարձվում է դրսում, շատ հետաքրքիր է, երբ որ կյանքը մեզ ոչինչ չի սովորեցնում, կյանքը ցույց է տալիս սովորողը մենք ենք։
ուզում ենք սովորենք, չենք ուզում մեզ չեն ստիպելու։ Օրինակի համար, երբ որ մենք գնում ենք կինոթատրոն, մենք տեսնում ենք այդ պատի վրա կատարվող գործողությունը, սավանի վրա կատարվող գործողությունը, բայց այդ ամբողջը որ արտացոլվում է եւ մենք տեսնում ենք, մի փոքրիկ սարքի մեջ այդ ժապավենը դրած, այդ սարքի մեջից անդրադարձվում է պատի վրա եւ դու տեսնում ես, փաստորեն մենք այդ սարքն ենք եւ մեր ներսում ինչ ժապավեն որ կա այդ բային, ինչ խմորումներ որ տեղի են ունենում, դա հենց անդրադարձվում է մեր արժեվ եւ մենք դառնում ենք այդ իրականության կրողը։ Հետևաբար, այո, ամեն ինչը տեսերքում էներգիա է, վիբրացիա է եւ որքան որ դու ներդաշնակվես քեզ հետ եւ բարձրացնես քո վիբրացիաները, դժոխքը կմնա ներքևում եւ դու կբարձրանաս դեպի դրախտային մոլորակ, որը հենց մեր ներսում, հենց մեր իրականության մեջ է, քանի որ մենք ենք ստեղծում մեր իրականությունը։ Դա նյութականանում է անկողմյան աշխարհում ըստ մեր հավատալիքի, ըստ մեր հոգեկերտվածքի։ Այս մասով այսքանով, որտեղ ավելի խորացված այս պահին իմաստ չունի խոսել, որտեղ սա է դեռ պետք անցալել, պետք է սա անցալել, հետո մնացածը դեզերքի կամով կստացվի։ Այո, դրա համար պետք է ժամանակը հարգել, սիրել եւ վայելել, լցնել, արարել, սիրով, ինչը որ ձեզ հաճույք է պատճառում, ինչից որ դուք բավականություն եք ստանում, ինչը որ հաճելի է եւ ձեզ եւ մյուսներին չի վնասում, դա հենց դրախտն է, որ ձեր ներսում արդեն կա։ Շնորհակալ եմ Դավիթ ջան եւ անդրադարձ կատարենք արդեն մեր էպոսին, որտեղ հետաքրքրված են մարդիկ, ինչ է էպոսը եւ ցանկություն են հայտնում, որ մենք էպոսների մասին սկսենք խոսել եւ շերշեր բացատրել գոնե ինչ է դա, ինչ է մեզ փոխանցվել, ինչ պետք է անի այսօրվա մարդը, որովհետեւ ողջ ամբողջ ես կարծում եմ մեր էպոսի մեջ անգամ քվանտային ֆիզիկա էլ գոյություն ունի, ամեն ինչ էլ գոյություն ունի, նույնիսկ մեր նարեկացու խոսքերը, որը նույնպես հեքիաթին մղված տողեր ուներ իր ներսում, բայց իրան մի ժամանակ հալածեցին, համարեցին հերձվածող, հերետիկոս, ինչ ասես նարեկացուն էլ ասեցին, բայց նարեկացին էլ քվանտային ֆիզիկա էր բացատրում, որ այսօր են արտնացել եւ գլխի են եկել թե ինչի մասին էր խոսում նարեկացին, եւ ես վստահ եմ, որ նույնպես մեր էպոսում էլ, մեր հեքիաթներում նույնպես այդ քվանտային ֆիզիկան եւ այդ հրաշագեղ դրախտը եւ այդ ամեն ինչը որ կա մեզ համար այսօրվա մարդուն պիտանի, այդ բոլորը գոյություն ունի։ Կցանկանամ էպոսից խոսես Դավիթ ջան, որովհետեւ հետաքրքրված են մեր դիտորդները։ Եվ այդ ամենիկից իրեք նաև մեզ հարցնում էին Կկու Մայրիկի հեքիաթը Թումանյանի, ուզում էին հասկանալ իր հագնագիտական շերտերը, ես կցանկանայի նաև դրան, եթե դու էլ կցանկանաս, մի փոքր անդրադառնանք Դավիթ ջան։ Ու էպոս, արդեն էպոսից հետո Կկու Մայրիկի հեքիաթով մի հատ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Առաջին հերթին Սևակ ջան, նախ հետաքրքիր է, որ հետևորդը հենց Կկու Մայրիկի հեքիաթին է անդրադարձել, սկզբից խոսեմ այդ մասին, նոր կանցնենք էպոսին, եթե դեմ չես, որտեղ կարճ պետք է խոսեմ, որովհետև չեմ ուզում կրկնվել, քանզի Հասմիկ Բաղրամյանը հրաշալի մեկնություն ունի Կկու Մայրիկի հեքիաթի հետ կապված, հրաշալի ձևով շերտերը նկատել, տեսել եւ փոխանցում է, դրա համար որ չկրկնվեմ, ընդամենը կուղորդեմ, թող անպայման լսեն, կարող են գտնել լսել, ուղղակի մի բան կասեմ, որ այո, նախ առաջին հերթին Կկու Մայրիկի հեքիաթը ոչ պատահական հեքիաթներից է, շատ կարևորագույն, այո, Կկու Մայրիկի գաղափարը դա նյութական դաշտի ընտրյալ ազգի աշխատելավոճի գաղափարն է, քանզի տվյալ ազգը աշխատում է հնարավորինս ինքը իր ձեռքով չգործի, այլ ուրիշի ձեռքով գործի, եւ ինչպես գիտենք, կկոնեն բնության միջի միակ կենդանին է, որը սեփական բունը չունի, ուրիշ բնում է իր ձվերը դնում, հետո ձագերը դուրս գալուց, տվյալ բնի ձագերին բնից դուրս են հանում, տիրանում են այդ բնին, նույն ձևով, եթե հին կտակարանին ուշադիր լինենք, իրական էպոսին, ամեն ինչը կտեսնենք, որ այդ ճանապարհով է գնում,
եւ տվյալ նյութի դաշտի աստվածությունը թալանել, սպանել է տալիս տարբեր ցեղատեսակների, ազգերի եւ ասում է տիրացեք իրենց ողջունեցվածքին, որ դուք էլ չտանջվեք, չսարքեք եւ այլն։ Եվ նենկկում մայրիկը այն երկու ձագին, որը տարս աղվեսի բերանը, դա իր ձագերի իրական իր ձագերը չեն, այլ այն բնի տիրոջ ձագերն են, իսկ վերջի ձագը արդեն պահում է իրեն։ Հեքիաթի մեջ շատ նուրբ է տրված, հուշումները շատ նուրբ տրված, իսկ ավելի համար միանշանակ կարելի է լսել Հասմիկ Բաղրամյանին, որպեսզի ինքս չկրկնվեմ։ Բայց հեքիաթներով շատ սիրուն ներկայացված է այն ամենը, ինչ որ կատարվել է եւ կատարվում է։ Մնում է ինքներս ուշադիր լինենք, որովհետեւ գրվածքներ մենք ունենք եւ ուզում ենք ինքնաճանաչման ճանապարհով գնալ, այդ ամենը բնության ամեն մի իրադարձության հիման վրա է գրված եւ այդ փոքրիկ հուշումը կկուր թրջունի հետ կապված միանգամից այն ազգի կամ այն տեսակի խորհրդանիշն է, որի մասին խոսեցինք, ի տարբերություն օրինակ հայ տեսակի, որը շատ լավ ներկայացում է մեր էպոսում, հիշեցնելով Մի փոքրիկ դիտարկում անեմ ասացիդ հետ կապված եւ անցնենք էպոսին, Դավիթ ջան, այո, հрьяաների մոտ հենց իրենց սիմվոլը կրկվի սիմվոլն է, իրենք վերցրել են կրկվի սիմվոլը ու այնտեղ հենց Եհովայի պատգամները, նույն 5 կտակարանյան Աստծո պատգամները, որ տալիս է կրկվի սիմվոլը կրող ժողովրդին, ասում է, երբ ձեր Աստվածը ձեզ կտանի այն քաղաքը, որ ձեր հայրերուդ երթում արավ եւ ձեզ մեծ ու զորավոր քաղաքներ պիտի տա, փորված ջրհորներ, որոնք դուք փորաշեք, այգիներ, որոնք դուք ընկաշեք, տներ, որոնք դուք սարքած չեք։ Այո, սա օրինացում հենց տալիս է տվյալ դաշտի աստվածությունը, որ ինքը տանելու այդ մեծ ու գեղեցիկ քաղաքները նվիրաբերի, որոնք իրենք չեն սարքել, իրենք ուղղակի պատրաստը կգնան եւ կտիրանան։ Նույնպես էլ Ավրեկիաց երկիրը խլեց այրացիների ձեռքից եւ տալիս էր չգիտեմ ումը Աբրահամի տեսակին եւ այլն, իրանց մոտը դա հենց այդպես էլ կա եւ հենց թուրքական կազմակերպություններ, քանի որ հրեական նաեւ ցակում, իրենք էլ են այդպես զավթողական, կան եւ տիրանան։ Շնորհակալ եմ, բրավո Թումանյանին։ Եվ հիմա անցնենք արդեն էպոսին եւ կարծում եմ այնտեղ էլ մեզ համար Թումանյանանման թաքնագիտական շերտեր բավականին շատ կան եւ դա էլ այսօրվա մարդուն օդ ու ջրի պես անհրաժեշտ է կարծում եմ։ Ինչ վերաբերվում է մեր էպոսի գաղափարին, պետք է մի փոքրիկ համեմատականով էլի անցում անեմ մեր էպոսին, որովհետեւ նայ ի տարբերություն 5 կտակարանյան նյութի դաշտի ընտրած ազգին կամ տեսակին, որոնք պետք է վերցնեն այս կողմից, այն կողմից ինչ որ բաներ, քաղաքներ, ամենը մի խոսքով ինչ որ պետք է, որոնք իրանք չեն սարքել եւ պատրաստին տիրեն, ի տարբերություն մեր էպոսում ներկայացված է երկրի կամ քաղաքի քաղաքաշինության գաղափարը եւ ոնց է ներկայացրած, եթե գոնե մեկ անգամ որևէ քաղաքական գործիչ ամենայն դեպս գոնե երկրի ղեկավար այդ գիտակցությունը ունենա, հավատացնում եմ մեր երկրի մակարդակով մենք դրախտի կվերածվենք, իսկ որն է այդ գիտակցությունը, դեռ չեմ խոսում ողջ էպոսի ճանաչողության մասին, խոսենք Սանասար ու Բաղդասարի Սասուն կառուցելու մասին, նայ համեմատականով դրա համար միանգամից այդ հատվածի օրինակն եմ ուզում բերել, Սանասարն ու Բաղդասարը երբ ընտրում են իրանց համար Սասնո երկրի տարածքը, տեղը ինչպես են ընտրում, տեսնում են, որ մի բարակ առու կտրում է մի մեծ գետ եւ կտրելով անցնում է հաջորդ կողմը, բնությանը հետևելով, որ ասում են բնությունը շատ կարեւոր է ճանաչել, այդ բնության օրինակին հետևելով, ասում են, եթե այս տիպի ուժ ունեցող առու է հոսում ստեղ, ուրեմն ստեղ պատահական տեղ չի, ստեղ կարա լինի ջոջած տունը,
Իհարկե իրենց հետ լինում են ժողովուրդի իրենց պապու կողմից Գագիկ թագավորի կողմից տրված ժողովուրդ է լինում եւ երկու եղբայր զրուցում են իրար հետ, ասում են ինչ անենք, սկզբից մեր բերդ շինենք, թե այս խալխի տուն, եւ որոշում են կայացնում, ասում են այս մենք հզոր ենք, մենք խալխին տերն ու տիրականն ենք, արի միասին խալխին օգնենք իրենց տները շինենք, հետո իրանք էլ կօգնեն մեր բերդն ու պալատները կշինենք, եւ մի քանի օրում իրար օգնելով, մեծ քարեր դնելով բոլոր ժողովուրդներին տնավորում են, այսպես ասած, տունտեղ են կառուցում, ու այդ մարդիկ սկսում են օգնել նոր իրենց բերդն ու ամրոցը կառուցելուն։ Ինչ ասել կուզի, առաջին հերթին, եթե համատական տանենք, մեր էպոսում ոչ թե թալանում են ուրիշներին եւ տիրանում են իրենց ունեցվածքին, մեկ անգամ մեր ջոջաստան ոչ մի ջոջի կողմից չես տեսնի նման գաղափարախոսություն, նման գործողություն, այլ հակառակը իրենք են կառուցում եւ կառուցելու գաղափարն է շատ կարեւոր, իրենք որպես ղեկավար առաջին հերթին մտածում են ենթականերին տնով ապահովելու մասին, նոր դրանից հետո ենթականները ասում են հալալ է ձեզ, մենք էլ մեր ներդրումը կունենանք ձեր նստավայրը կառուցելու համար։ Պատկերացնում ես, որ տվյալ ղեկավարը սկսի մտածել ենթականների, այսինքն ժողովրդի ապահովության մասին առաջին հերթին։ Բնականաբար նույնիսկ որոշակի հարստության ձեռքբերման դեպքում այդ ժամանակ ոչ մի ենթակա կամ ժողովրդի ոչ մի մարդ չի ասի թալանի միջոցով հարստացան, որտեղ նախ այդ ժամանակ թալանի գաղափար չի լինի տվյալ մարդու մոտ, որտեղ գիտակից մարդ է, եւ եթե հարստանա էլ, բոլորս կասենք արժանի է ինքը, որովհետեւ առաջինը մեր մասին է մտածել, ահա ինչ խորը պետք ունի այս մեր էպոսի թեկուզ այս մի փոքրիկ դրվագը։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ այո, փոքրիկ առուն կարողանում եք կիսել, անցնել հզոր գետերը, բայց չտիրապետելով մեր իսկ ցուցազնավեպին, մեր ծննդականին, ապավինում ենք այլ դաշտի գրվածքները, որի կրողը կամ կրողներից մեկը նաև մսրամելիքն էր, այսինքն մենք մեր կամոք մսրամելիքի ջրաղացին ենք ջուր լցնում, որովհետև մեր էպոսում մսրամելիքն էր, որ ուզում էր քանդելով տիրանար այն ամենին, ինչը չուներ ինքը, պատրաստին էր ուզում ձեռք բերել, այսինքն ինչ դաշտ այդ գործ ունենք, ցույց է տալիս, որ մսրամելիքը հենց նյութական դաշտի ներկայացուցիչ գաղափարի կրող էր։ Մենք ապավինում ենք այդ գրվածքները, թողած մեր էպոսը։ Իդեպ ինձ նամակագրություն կար, խնդրում էին իմանալ, թե էպոսի ինչ տարբերակ կարելի է առնել ուսումնասիրելու համար, ասեմ հավաքագիր տարբերակը առաջնային ծանոթանալ ուսումնասիրելու համար ինչ չէ, հավաքային տարբերակ, հավաքագիր տարբերակը ունենալը բավականին շատ լավ տարբերակ է, որ ամենատարածվածն է, չեմ խոսում Թումանյանի մշակման մասին, որը ավելի թեթև որոշակի բաներ հանած է, չէ, այլ հավաքագիր տարբերակը, որը որոշ չափով Սասնո Բարբառով է գրված, տպագրվել է սովետի ժամանակաշրջանում, տարբեր կազմերով է, դրա համար կազմի գույն չեմ ուզում նշեմ, ուղղակի կարող եք ավելի մասնավոր գրքավաճառների մոտից վերցնել այդ սովետի ժամանակավար տպագրությունը, որը չնչին մատչելի գին արժի, եւ ծանոթանալ, փառահեղ, դա է մի քիչ փոքրացածրած կոչումով ասեմ, բայց դա է մեր Աստվածաշունչը, եթե այդ բառը ավելի հարազատ է, ոչ թե ինչ որ շատ կարևորում եմ, այլի կրկնելով ասեմ, շատ կարևորում եմ բոլոր մշակույթների հիմքը, հիմքին, էպոսներին, գրվածքներին ծանոթանալ, ոչ մեկին դեմ չեմ, որովհետև եթե չծանոթանանք, այդ համեմատականը չունենանք, մերը չենք կարող գնահատել, դրա համար եմ խոսում միայն համեմատականների միջոցով։
Այո, սևը ոչ չլինի, սպիտակը չի Այդպես լինի։ մեր հավաքագիր տարբերակը շատ կարևոր, շատ լավ տարբերակ է, որը ստեղծվել է այն 4 հատորների գրվածքների հիման վրա, որոնք արդեն ավելի պրոֆեսիոնալ, ավելի մասնագիտական ուսումնասիրողների համար է, բայց առաջնային կարևոր դեր ունի հենց այդ հավաքագիրը։ Իդեպ ասեմ, մի փոքր էլի այս մասին ասեմ ու անցնենք առաջ, ասեմ, որ նույն Աստվածաշունչը մեզ բոլորիս ծանոթ, էլի հավաքագիր տարբերակն է, որովհետև այդ Բիբլիա, որ կոչվում է տարբեր թղթերի, տարբեր գրվածքների հիման վրա հավաքագրված, հնարավորինս մատչելի ձևով ներկայացված տարբերակ է։ Բացի դա, էպոսի գաղափարներից, դե ամբողջ էպոսից չեմ խոսելու, Սևակ ջան, իհարկե, բայց շատ կարևոր է ճանաչել, հերթով կարդալ, հարցեր տալ, նոր հարցերի շուրջ կարելի է ավելի հնարավորինս մեկնել, խոսել, դիտարկումներ անել։ Բացի դա, եթե մի փոքրիկ այսպես ասեմ, որտեղ ոնց հասկանում հետաքրքրում է մարդկանց, հատկապես մեր անցած հանդիպումից հետո, եթե իրոք հետաքրքրում է հեքիաթների կամ էպոսի շերտերը, կարող եք կապվել ինձ հետ, իմ կոնտակտները կան, թողած են, կապվել ինձ հետ, եթե ցանկություն եք իհարկե գրանցվելու իմ հեքիաթային խմբին, խնդրեմ համեցեք, իմ դռները բաց են եւ շատ հարցերի պատասխանները կգտնեք այդտեղ։ Դա այսպես գովազ չէր, ուղղակի փորձեցի հիշեցնել, Չէ, շատ ճիշտ անեցիր, որ որովհետև այս մեր զրույցների ժամանակ ես այդքան չեմ խոսելու այդ ամենի մասին։ Ինչ վերաբերվում է էպոս գաղափարին մեր, էպոսին կամ էպոսի որոշակի էլի շերտերից, խոսենք մեհերից օրինակ։ Մեհերի առյուծաձև մեհերից ավելի ճիշտ կլինի ասել, որովհետև նայ մի հետաքրքիր բան կա, մենք շատերս առյուծ մեհեր ենք, չէ՞ ասում, եւ առյուծի գաղափարը խորհրդանիշի տեսքով կապում ենք մեհերի հետ, բայց այդտեղ մի սխալ ըմբռնում կա, որովհետև մեր ջոջած տան խորհրդանիշը առյուծը չի եղել, այլ խոյն է եղել։ Եվ եթե առյուծը լիներ, այդ դեպքում ինչի համար պետք է մեհերը առյուծին 2.5 աներ։ Այ դրա համար է Ոչ թե ինքը կոչվել է առյուծ մեհեր, այլ առյուծաձև մեհեր, որ ձևել 2.5 է արել առյուծին, մեր ջոջած խոյը։ Մեր ամենակարևոր խորհրդանիշը հենց խոյի խորհրդանիշն է, որովհետև հենց այդ համաստեղության ներքո է ձևավորվել հայ տեսակը, որը ամենաառաջին համաստեղությունն է համարվում եզերքի։ Մենք կորցնում ենք փոխելով որոշակի խորհրդանիշներ, կորցնում ենք մեր այդ հնության գաղափարը։ Դրա համար մանիպուլյացիայի շնորհիվ երևի կարողանում են հայ տեսակին ուղղակի կտրել իրենց աղբունքներից, հա, ու մենք դրան գուրորեն համաձայնում ենք, որովհետև չգիտենք առաջին հերթին մեր էպոսը, որտեղ չենք կարդացել։ Բացի դա, մեհերի գաղափարից խոսենք, մեհերի այն կարևոր գաղափարից, որ ինչն է պատճառներից մեկը դառնում իր մահվան, որովհետև գիտենք, որ մեր էպոսի ճոճերը պետք է որ անմահներ լինեն։ Նա շատ կարևոր միջմեհերին ասնելը հիշեցի Սանասար Բաղդասարից սկսեցինք, որտեվ հիշեցի Բաղդասարի պահն էլ, որտեվ մեհերի գաղափարախոսությանը շատ նման է այս պահի, Բաղդասարը մեր էպոսում համարվում է մահացած, ամենայն դեպս ունի գաղափարախոսությունը եւ պատճառը հենց նա է, որ Բաղդասարը սերունդ չի թողում այն տարածքում, որը այս տարածաշրջան, այսպես ասած, իր երկրում չի թողում իր սերունդը։ Բոլոր աշխարհի մշակույթներում, ով որ իր սերունդը տվյալ տարածքում չի թողնում կամ թողնում է այլ դաշտում, այլ տարածքներում, իրեն համարել են կամ մահացած, կամ անպտուղ։ Պատումների մեջ շատ անգամ նշվում է, որ Բաղդասարը թողել է սերունդ։ Օրինակ, պարսկական էպոսի մեջ Ռոստամզալը դա համարվում է Բաղդասարի ծոռը։ Ռոստամզալը դա նույնականացվում է մեր Սասունցի Դավիթին պարսիկների համար։ Իրենց էպոսի կարելի ասել գերագույն հերոսն է, որը
այդ արունակցական կապով դա գալիս է Բաղդասարի ծոռը, բայց Բաղդասարը համարվում է մահացած կամ անսերունդ, որովհետև իր սերունդը չի բազմացել այս տարածքում։ Գաղափարը ինչու է կայանում, որ մեր դարաշրջանում, մեր հազարամյակում ինչքան մեր հայրենակիցներ կան, որ իրենց սերունդները դրսում են, եւ մի քանի անգամ ասել եմ, չզլանալով էլի ասեմ, գուցե չէի ցանկանա ցավ պատճառել, բայց իրականությունն ենք ասում, այդ սերունդի առնվազն հետնորդները չեն խոսելու ոչ մեր լեզվով եւ չեն անցալելու ոչ մեր ունեցվածքը։ Ասեմ ավելին, երևի չեն էլ իմանալու քարտեզի վրա որտեղ է գտնվում Հայաստան կոչված երկիրը։ Գուցե եւ 1001 որոշակի փառավոր ծնողների շնորհիվ կգտնենք մարդիկ, ովքեր դեռ սերնդեսրունդ փոխանցել են թե լեզուն, թե գաղափարներ, բայց դա շատ քիչ քանակ է կազմում, դա արդարացում չի, խնդիր չկա, թող մեր տարածքը լցվի մեր սրնդով, բազմանան աճեն, նոր ափերից դուրս գալով տարածվեն շրջապատում, բայց քանի դեռ դատարկ է այն տարածքը, որը պատկանում է քեզ, այդ ժամանակ դուրս գալը ուղղակի առողջ չի։ Ընտրությունը մեր ամենքինս է, որովհետև մարդկանց մեղադրելու չի, բայց էպոսից ենք խոսում, էպոսի գաղափարն եմ ես ցույց տալիս։ Բացի դա, հիմա անցնենք մեհերին, որովհետև մեհերն էլ անում են նույն սխալը, մենք շատ խոսում ենք էպոսի հզոր գաղափարներից, գերադասում եմ մեկ-մեկ էլ խոսենք այն խորհուրդներից, թե ինչ չի կարելի անել, որովհետև ի տարբերություն օրինակ հերական գրվածքների, էպոսների, ինչը որ չի կարելի անել, հերաների մոտ սրբացվում է այդ գործողությունը, իսկ մեր էպոսի մեջ նման սխալ գործողություններ հենց քարկոծմամբ են ուղղորդված, Ստորադասվում, ոչ թե ստորադասվում են, հենց նշվում է, որ դա սխալ է, համապատասխան քայլ է, այսինքն այդ սխալը բերում է մի այլ կործանման, ի տարբերություն իրական գրվածքների։ Մասնենք մեհերին, մեհերի սխալը նա էր, որ ինքը սերունդը թողեց Մսրա դաշտում, մի քիչ միանշանակ սխալը չընդունենք, բայց այդ գաղափարախոսությունը, ինքը դեռ իր տարածքում սերունդ չթողած, առաջի սերունդը թողեց Մսրա դաշտում, այսինքն սերմը ցանեց այլ հողի մեջ, հետո հասկանալով ինչ արեց, նոր եկավ եւ իր սերունդը տվեց, բայց դա վերեց իր կործանման, իր մահվան, որովհետև ինքը իր խոսքը չկատարեց, բայց որ խոսքը չկատարեց, խոսքը չկատարեց, որ գնալուց առաջ կինը ասում էր մի գնա Իսմայել խաթունի մոտ, Իսմայելը ասում էր ես որ չգնամ երթում եմ տվել, երթմնակող կլինեմ եւ ճիշտ էր ասում մեհերը, որովհետեւ Մսրան Մելիքի մեծ Մսրան Մելիքի հետ երթում էին տվել, որ մեկը մահանա, ով ողջ կմնա կգա եւ տեր կկանգնի տվյալ երկրին, որի ղեկավարը մահացած է, իսկ Մսրան Մելիքը մահանալուց հետո մեհերը պետք է անպայման իր խոսքը կատարել, պետք է գնա, բայց գնալու ձևն էր սխալ եւ այդ զգալով մեհերի կինը ասում է մի գնա, հակառակ դեպքում եթե գնացիր քեզ Իսմայել խաթունը կխաբի եւ իրանով կանի, մեհերը ասում է այդպես չի լինի, իսկ կինը ասում է եթե դու գնաս, ես երթում եմ ուտում, որ դու իմ համար կլինես եղբայր եւ կլինես հայր 40 տարի, այսինքն չեմ ընդունի քեզ որպես ամուսին 40 տարի, չեմ թողի, որ իմ ծոցը մտնես, sense ասած։ Եվ մեհերը փոշմանելուց հետո երբ հետ է գալիս, 40 տարին անցած չի լինում, եւ ուզում է որ սերունդ թողնի, կինը ասում է ոչ, ես երթում եմ կերել, եւ երթումը չի կարելի դրժել։ Հետո ինչ է տեղի ունենում, բերում են ժողով անելուց հետո գալիս են հոգևորականներ, որոնք 40 տարին աղոթքներով դարձնում են 40 ամիս, 40 ամիսը 40 շաբաթ, 40 շաբաթը 40 օր, 40 օրը 40 ժամ, 40 ժամը 40 րոպե,
եւ այսպես ասած կրճատելով մերը ճանաչում է իր կնոջը, ինչպես ասվում է, որի արդյունքը լինում է Դավթի ծնունդը, բայց այդ դեպքում ինչու են իրանք մահանում, այստեղ է խնդիրը, եթե մehերի կնոջ երթումը կրոնի դաշտի միջոցով կարճացավ, պետք է որ դա չհամարվի երթումի դրժում, բայց այստեղ շատ կարևոր հետաքրքիր նուրբ դաշտ կա, որովհետև մենք գործ ունենք ստեղ ներկայացում է որոշակի առումով կրոնի նաև ներկայության գաղափարը, որ կրոնը իրական ճանաչողության հետ ամենևին շատ կապ չունի, դա է պատճառը, որ կրոնի այս նմանատիպ աղոթքի շնորհիվ մehերը 40 տարին դարձնում է 40 վայրկյան ճանաչում է իր կնոջը, բայց համարում է, որ երթումը չկատարվեց, դժվեց, որի արդյունքը լինում է իր եւ կնոջ մահը, իսկ եթե իրական ճանաչողական կամ հոգու դաշտի գրող լիներ կրոնի ներկայացուցիչը, ինքը այդ ժամանակի արհեստական կարճացումը չէր անի եւ այդ մահը տեղի չէր ունենա, կհասկանային, որ եթե մի բան է խոստում է տրվել, պետք է խոստումը մինչև վերջ կատարվի եւ 40 տարի պետք է սպասվի, ինչ լինում է լինի, առաքինչ կցուցանի, որ տրվել միայն կրոնական գաղափարներին առանց ճանաչելու եւ վստահելով միայն որոշակի ծառայողներին, առանց իմանալու իրանք իրոք ճանաչողներ են, թե չէ, մի քիչ առողջ չեմ նայում։ Ջան, ոչ թե խնդիրը նրանում է, որ չի կարելի վստահել կրոնականներին կամ չէ, այդպիսի բանի մասին չեմ խոսում, այլ խոսք առաքինչ կցուցանի, որ եթե մի կարիք կա աղոթքի կամ գոհության կամ խնդրանքի, շատ կարևոր է, որ տվյալ մարդը ինքը անի, իր ներսի միջից անի, իր ներսում անի, այլ ոչ թե դիմի հոգևորականի կամ ինչ-որ կողքի համապատասխան պաշտոնը կրող որևէ անձնավորության եւ ասի դու իմ փոխարեն արա։ Ես ծիսակատարությունների մասին չեմ խոսում, քավլիցի, որովհետեւ ծիսակատարություններ կան, որ պետք է դիմես համապատասխան մարդկանց, բայց նույն ծեսերի ժամանակ, եթե դու ուղակի կանգնելու ես, լսես, թե ոնց են քո փոխարեն աղոթում, ինչ-որ բան խնդրում կամ գոհանում, բայց քո մեջ դատարկություն լինի տվյալ դաշտի հետ կապվածի նկատի ունեմ եւ իմիջայլոս նայենք այս ամեն ինչին, նույնիսկ այդ դիմացինի ոչ աղոթքը տեղ կհասնի ոչ գոհությունը եւ ոչ խնդրանքը։ Դա շատ կարեւոր է ամեն մեկը ձեր ներսում առաջին հերթին ձեր քայլի տերը լինեք։ Ահա թե ինչ խորհուրդ է փոխանցում մեր էպոսը եւ նմանատիպ հազար ու մի խորհուրդներ կան եւ ավելի հետաքրքրական, ավելի գործողություններով լի, ավելի հարազատ գործողություններով լի պատմությունների մի շարք է, որ ամեն մի քայլափոխը կարելի է վերցնել եւ դարձնել մեր գնալիք ճանապարհին լուսավորող որևէ գործիք։ Ահա, ասենց կարելի է անverջ խոսել մեր էպոսի մասին եւ ինքս ամենայն դեպս գերադասում եմ միշտ խոսելուց համեմատականներ տանել, համեմատել այն գրվածքների հետ, որը դարեր ի վեր հազարամյակների, արդեն 2000-ամյակի չափ կլինի, դարձրել ենք մեր հարազատը չլինելով մերը։ Դրա համար մենք քանի որ շատ ավելի ծանոթ ենք այլ գրվածքների, դրա համար պետք է անպայման համեմատականը խոսել մեր էպոսից, որպեսզի ավելի ընկալելի լինի, ավելի հարազատ լինի։ Այսօր այսպես փորձեմ այսքանով Շնորհակալ եմ, շատ հաճելի էր, այո, երբ որ քեզ հոգի հարազատ բան ես լսում ես մեր էպոսը, արդեն երբ որ լսում ես քո հոգի ներսից նշան է տալիս, որ դու լսում ես հենց այն ինչը, որ հենց քեզ է պատկանում եւ քո դաշտն է եւ քո մայրական քնքուշ ձայնն ես լսում հենց այդ ամենի մեջ, ինչպես երեխան լսում է իր մոր ձայնը եւ սկսում է ուրախանալ, այդպես էլ մեր էպոսը հենց նման հնչյուն ունի մեր ականջների համար։
Շնորհակալ եմ Դավիթ ջան, քիչ թե շատ այս ամենը մեկնելու համար, կարծում եմ հետագայում եւս առիթներ կլինեն այս ամենի ավելի լրջորեն կմոտենանք մի փոքր ավելի խորը շերտերը տեսնելու։ Այսօրվա համար այսքանը ինձ կարծում եմ բավական է, մինչև հաջորդ հանդիպում։ Զեվակ ջան, իհարկե մի փոքրիկ բան էլ ասեմ, շատ կարևոր է գիտակցել այն, որ դա մերն է։ Եթե էպոսը լսելու ձեր երակներով Արմեն լավ չի հոսում, գուցեև դուք այդ դաշտի կրողը չեք, գուցեև ձեր ներսում հայ տեսակը չի, որովհետև այս ամենը նման է մի բանի, երբ մեր ձեր երեխաները, այսպես օրինակ բերեմ, տան որոշակի անդամներ ունեն բնավորություն, որը դուք չեք սիրում կամ չեք հասկանում, իսկ հարևանի երեխան շատ ավելի ընդունելի է շրջապատի կողմից, շատ ավելի շատ առողջություն, Սևակ ջան, շատ ավելի շատ ընկերություն ունի, հարգված է, ի տարբերություն ձեր երեխայի, եւ դուք սկսեք ավելի շատ սիրել, կերակրել ձեր հարևանի երեխային եւ արհամարել ձեր երեխային, այդպես չի լինում, չէ՞։ Նույն օրինակով սա մերն է, այն երգերը, որը փոխանցվեց Կոմիտասի կողմից եւ մեր շատ մեծերի կողմից, դրանք մերն են, թեկուզ եւ ձեզ այդքան էլ դուր չի գալիս, որովհետեւ ձեր ընտանիքներում չի սերմանվել ձեզ, բայց նայեք ձեր երակներում այդ ամենը լսելուց հետո արյունը ինչպես է աշխատում, որովհետեւ սա մերն է, խնդիր չկա, եթե լավ չի աշխատում եւ հարևանի երեխան է ձեզ դուր գալիս, ուրեմն դուք այդ հայի կրողը չեք, դա նորմալ է, այդ դեպքում չխոսենք հայապաշտպանությունից, իսկ եթե ձերն է, ու մի բան, եթե դուք չեք ընկալում այդ երեխայի մեջ, ամեն երեխայի քայլը ձեր համար խորթ է կամ անընկալելի է առաջին հերթին, խնդիրը գտեք ձեր մեջ, որն է պատճառը, որ դուք չեք հասկանում այդ ձեր երեխային, որտեղ դա ձեր երեխան է, իսկ հարևանը հարևանինն է, կարելի է սիրել, հարգել, գնահատել, սովորել եւ երեխային օրինակ ցույց տալ, որ նայի, այս օրինակը վերցրու, անպայման պետք է օրինակ վերցնել, նույնը իրական դաշտից է պետք է օրինակ վերցնել, ոնց են իրանց գրվածքները ողջ աշխարհին տարածում, իսկ մենք սկի մերը չենք գնահատում, եկեք գնահատենք այն ծնունդին, որը մերն է, այդ ժամանակ մեր երակների արյունը հավատացնում եմ ավելի առողջ ձևով կհոսում, սա այսպես, շնորհակալ եմ Սևակ ջան, Ես եմ շնորհակալ Դավիթ ջան, հնարավորություն տալու համար այս ամենի մասին խոսելու, շնորհակալ եմ հնարավորություն տալու համար այս ամենի մասին խոսալու, Սևակ ջան, եւ իմ հետևորդներին քո թույլտվությամբ մի հայտարարություն հիշեցնեմ, որ պատրաստում եմ նոր խումբ, որի դասընթացները կսկսվի մարտ ամսից, եթե ցանկացողներ կան խմբին միանալու, սա հեքիաթի խումբ չի լինելու, այլ լինելու է ինքնաճանաչման ճանապարհով գնալու, շերտեր ճանաչելու հետ կապված խումբ, ավելի մանրամասների համար կարող եք թողել ձեր հաղորդագրությունները, որոնց պատասխանները կստանաք եւ շարունակությունը արդեն կհասկանաք։ Այդպես շնորհակալ եմ այս հնարավորությունների համար, խնդրում եմ բոլոր հետևորդներին, որովհետև շատ կարևորում եմ նման հանդիպումները, դրա համար խնդրում եմ, որտորում եմ հնարավորինս թող տարածեն ամենը, որտեղ հայ տեսակի համար նման տարածումները շատ ավելի կարևոր են։ Ինքս զարմանում եմ, որովհետև TikTok-յան կամ Facebook-յան թեթև անիմաստ ինչ-որ որոշակի բաներ շատ ավելի մեծ տարածումներ են գտնում, քան մեր ժամանակներում նման հանդիպումները, հարցը միայն մեր հանդիպումը չի, ընդհանրապես։ Ինձ թույլ եմ տալիս այդ խնդրանքով նաև դիմել, որպեսզի կարելի է վարակը նաև լավ ձևով վարակիչ լինել եւ լավ վարակ տարածել, որտեղ երկու դեպքում է լինում վարակ, հիվանդության վարակ, այսինքն տարբեր ձևերով է արտահայտվում, վատ վարակ, sense
ասած եւ Դրական եւ բացասական։ այո, կարող ենք ամեն մեկս լինել այդ վարակիչը, վարակ տարածողը եւ Դրական վարակիչն է։ ավելի արագ տեղի կունենա ի բարօրություն մեր հայ ժողովրդին, մեր հայ ազգին։ Շնորհակալ եմ Սևակ ջան, այս վերջաբան մի քիչ երկար խոսեցի, բայց իրոք Լավ արեցիք, շնորհակալ եմ, Դավիթ ջան։ հաջողություն, Տեսություն։ հաջողություն։